Հայկական ավանդական մշակույթը նոր շունչ է ստանում, շնորհիվ «Մենք ազգային պարի» խմբի։ 2012 թվականից արդեն 14 տարի «Մենք ազգային պարի» խումբը հետևողականորեն իրականացնում է իր գլխավոր առաքելությունը՝ պահպանել, զարգացնել և հանրահռչակել հայկական ավանդական պարը։ Այս ընթացքում խումբը շրջել է Հայաստանի տարբեր համայնքներում, կազմակերպել պարուսուցումներ և հայկական մշակույթը ներկայացրել միջազգային հարթակներում։ 2022 թվականից «Մենք»-ը գործում է որպես կրթամշակութային հասարակական կազմակերպություն, ընդլայնելով իր գործունեության շրջանակը։ Պարուսուցում դպրոցներում նախագծի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում Տավուշում, ավելի քան 3000 երեխա արդեն ծանոթացել է հայկական պարին։ Արդեն մի քանի տասնյակ դպրոցներ հասցրել ենք այցելել և երեխաների հետ պարել ազգային պարերը։ Սովորաբար գնում ենք այն դպրոցները, որտեղ ազգային երգ և պար առարկան դասավանդվում է կամ դասավանդվել է և ուսուցիչներին ոգևորելու համար, երեխաներին ոգևորելու համար իրենց հետ պարում ենք 2-3 ազգային պար։ Անցյալ տարի սկսել ենք Տավուշի մարզում իրականացնել, «Մենք»-ը և իրական դպրոցը, այցելել ենք 6 դպրոց Իջևան համայնքի, այս տարի այցելելու ենք 11 դպրոց։ Սա մեր հերթական այցելությունն է և արդյունավետությունը աշխատանքի բարձրացնելու համար սովորաբար այցելում ենք 2 անգամ և երրորդ հանդիպումը միասնական մեծ շուրջ պարով նախատեսում ենք ամփոփել նախագիծը մայիսի 12-ին Իջևանի Շատրվաններին հարակից հրապարակում, համեցեք, ովքեր լսում են, կարող են գալ այդ ժամանակ պարել նաև մեզ հետ և սրանով նաև փորձում ենք ստեղծել, ամրացնել միջդպրոցային կապերը իրական դպրոցի և մնացած դպրոցների, որովհետև կարելի է դպրոցներով համագործակցել տարբեր նախագծերի շուրջ, տարբեր կրթական ծրագրերի շուրջ և այլնս, և սա կխթանի կրթության բարելավմանը, երբ որ լինի նաև առողջ մրցակցություն դպրոցների միջև տարբեր առարկաների, այդ թվում նաև ազգային պարերի բնագավառում։ Գիտեք, շատ է մեծանում ազգային մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը, մարզերում ցավոք ավելի պակաս չափով է զարգանում, քան մայրաքաղաքում, Երևանում հազարավոր մարդիկ պարում են հենց հիմա և կան բազմաթիվ բաց միջոցառումներ, ամսվա կտրվածքով մի քանիսը, որին հազարավոր մարդիկ հավաքվում են, ուղղակի իրար հետ պարում են, ձեռք ձեռքի են բռնում և ազգային մշակույթը ևս մեկ անգամ հանում են իր պատվավոր պատվանդանի վրա։ Կարծեք թե ազգային մշակույթը, ազգային պարը ամբողջ թափով շարունակում է իր հաղթարշավը։ Իսկ 2025 թվականից մեկնարկել է պարախոսություններ նախաձեռնությունը, որի շրջանակում ամեն ամիս ներկայացվում է մեկ ավանդական պար՝ իր պատմությամբ, խորհուրդով և գործնական ուսուցմամբ։ Արդեն երկար ժամանակ է, ինչ ազգային պարերի պարուսուցումներ ենք անում Իջևան համայնքում ու այդ կարևոր այնքանով, որ մենք հայ ենք, այդ մեր ինքնության մի մասն է, մեր արժեքներն են ու մենք պետքա փորձենք պահպանենք ու ինչքան հնարավոր է տարածենք։ Հիմնականում սովորեցնում ենք Արնո Քոչարի, Մշոխր, Յարփուշտա, Մայրոքե ու նման այլ պարեր։ Մեր պարուսուցումների մեջ հիմնական կարևոր դերը հենց այդ է, որ ուղղակի չգանք սովորացնենք պարել, այլ նաև իր պատմությունը տարածենք, որովհետև պարի հիմքը հենց պատմությունն է, եթե պատմությունը չիմանանք, պարելու իմաստ կարծես չկա։ Այս տարի կազմակերպությունը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը, ստեղծելով նոր խմբեր Հայաստանի տարբեր համայնքներում։ Նպատակը մեկն է՝ հայկական պարը դարձնել առավել ճանաչելի, սիրված և հասանելի բոլորի համար։